Ողջույն ձեզ, շատ եմ նկատել TikTok հարթակում, երբ մարդկանց վիրավորում են ու այդ վիրավորված մարդիկ ասում են հետևյալ խոսքերը. ամեն ինչ թողնում ենք Աստծու դատաստանին ու երկրորդ բառը ժողովուրդ ջան լայք եք։ Անկախ ամեն ինչից Աստծու անունը զուր տեղը մի տվեք, որտեղ պատվիրանի մեջը գրված է. քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանը չառնես։ Այդ մարդիկ գիտեք ոնց են մտածում Աստծու մասին։ Ասում են դե մեր Աստվածն է էլի, ինչ ասենք, մեկը մեզ ողորմություն կանի, կասի լավ էս աղջիկը կամ էստեղ են խնդրեց կայնի օգնեմ էլի։ Չէ ժողովուրդ, սխալ պատկերացում ունեք Աստծո մասին։ Եկեք Նեեմիա մարգարեության գրքից մի հատված ընթերցենք, տեսնենք ինչպես է նկարագրում Տիրոջը։ Նախանձախնդիր եւ վրեժխնդիր Աստված է Տերը։ Տերը վրեժխնդիր է եւ զայրույթով լի։ Տերը վրիժառու է իր ոսողներից եւ զայրույթ պահող իր թշնամիների դեմ։ Տերը համբերատար է եւ մեծազոր, եւ Տերը երբեք չի արդարացնի հանցավորին։ Տիրոջ ճանապարհը մրիկի եւ փոթորիկի մեջ է, եւ ամպերը նրա ոտքերի փոշիներն են։ Նա սաստում է ծովին եւ այն ցամաքեցնում, ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, եւ Լիբանանի ծաղիկը թառամում է։ Սարերը դողում են նրանից, եւ բլուրները հալվում են։ Երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։ Նրա ցասման առաջ ով կկանգնի եւ ով կդիմանա, երբ բորբոքվում է նրա բարկությունը, նրա զայրույթը թափվում է կրակի պես, եւ ապառաժները խորտակվում են նրա առաջ։ Սրանից հետո շատը խոսելու եմ Աստծու փառքի, Աստծու գերիշխան լինելու, Աստծու բարկության մասին։ Դեռ այսքանը լավ եղեք Հիսուս Քրիստոսով եղեք։